Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, օրերս վարչապետը նոր հայտարարության տեքստով հանդես եկավ, որը ստորագրել են նաեւ 10 եպիսկոպոսները։ Այդ հայտարարության տեքստը կրկին ենթադրում է եկեղեցու նորոգման այսպես ճանապարհը եւ քայլերը։ Ըստ ձեզ ինչ է տալու այդ նոր հայտարարության տեքստը եւ նաեւ այս խումբը, որ ձևավորվել է։ Այսինքն գործընթացը տևական ժամանակ է սկսվել է։ Այդ ամենում ճիշտ եք ասում, սկսվել է միակ նոր բանը դա ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ նշվում է հաջորդականությունը քայլերի խորհրդի ձևավորում միջև կաթողիկոսի հրաժարական տեղապահի նշանակում եւ այլն եւ այլն։ Նորությունը սա է։ Այլ նորություն է գործընթացում, քաղաքական գործընթացում ես առանձնամ չեմ տեսնում։ Իսկ այս գործընթացները այսօրվա ուխտագնացությունը վարչապետի ինչ կարող է տալ այդ ուխտագնացությունը եւ ինչ միտում ունի, այսինքն այս գործընթացին ինչ կտա այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ Գարեգին չի պատրաստվում հեռանալ, նաեւ Մայրաթորը շատ արագ արձագանքեց, արձագանքում հստակ ասվում էր, որ սա սահմանադրության խախտում է կառավարության ղեկավարի այդ գործողությունները եւ կաթողիկոսին որևէ կերպ չի կարելի այդ ճանապարհով հեռացնելու, այսպես շարունակ նաեւ հերձվածի մասին էին խոսում, որ սա կարող է ճեղքում առաջացնել։ Միջնադարում բերդեր կային, չէ՞։ Այդ բերդերը շրջապատում էին, երբ որ միանգամից չէին կարող գրոհով վերցնել, շրջապատում էին կամաց-կամաց շրջափակման մեջ պահելով, վերջում հանձնվում էր այդ բերդը։ Մոտավորապես այս գործընթացն է գնում։ Եթե դուք ասում եք ուխտագնացության մասով, ես դա այդպես եմ հասկանում, ուղղակի այլ ճանապարհ չկա։ Մտնել այդ բերդը գրավել, դա իրականում ոչ մեկին պետք չէ, դա ճիշտ չի լինի, դա սխալ ճանապարհ է, եւ այդ բերդի պաշտպանները, փրկիչները, իրենք հենց դա են ուզում։ Իրենց ուզածը դա է։ Հետեւաբար այդ ճանապարհով գնալը սխալ է, ես չեմ ուզում ասել ինչի են դա ուզում եւ ինչի է սխալ։ Ինչ վերաբերվում է այդ Ասողիկ ասացիք, հա։ Ասողիկ Կարապետյանը նաև հայտարարել է, որ կաթողիկոսը կարող է այլ քայլերի էլ գնալ, ինչ հասկանալ այլ քայլերի այդ ենթակից։ Ես մեկ քայլ եմ տեսնում, այն ինչի մասին խոսվել է, որ կարող է այդ եղած-չեղածը հավաքի գնալ Մոսկվա, այսինքն հերթական լինելու է հերթական եկեղեցու մասնատումը։ Մենք ունենալու ենք Կիլիկիո, հա, կաթողիկոս ունենալու ենք Մոսկվայի։ Իրականում շատ ողբերգական բան է, բայց ես կարծում եմ, որ եթե X պահի կաթողիկոսին կանգնեցնեն այդ երկընտրանքի առջև հեռանալ, թե հեռանալ դուրը ուժեղ շրկացնել, ինքը դուրը ուժեղ կշրկացնի նոր կգնա։ Սրա մասին է, ես ուրիշ բան չեմ տեսնում, ինչ կարող։ Այսինքն առանց հետևանքներ չի հեռանալու, այդ հեռանալը նաև հետևանքներ է ունենալու որոշակի։ Ես կարծում եմ ինքը փորձելու է այդ խնդիրները ստեղծել։ Չգիտեմ ինչքանով կստացվի իր մոտ։ Ես չգիտեմ ինչ կոմպրոմատներ կարող են իհայտ գալ դեռ, բայց նա փորձելու է դա անել, դա ակնհայտ է։ Պարոն Ստեփանյան, քանի որ գործընթացը տևական ժամանակ է, ձևակերպվում է եկեղեցու նորոգման գործընթաց եւ նշվում է, որ դրա համար պարտադիր նախապայման է հենց Գարեգինբայի հեռանալը, որպեսզի այդ նորոգումը եկեղեցուն վերջապես կայանա։ Սա պարզապես եկեղեցու նորոգման գործընթաց է, ըստ ձեզ, թե ազգային անվտանգության հարց է նաեւ։ Մեկը մյուսին չի հակասում։ Ես կասեմ այն, ինչը իշխանությունը չի ասում, դա կարելի է, ես իշխանություն չեմ, Ռուսաստանի առջև որևէ պարտավորվածություններ չունեմ, ես ձեռքերս կապած չի։ Ինչու չի հակասում։ Ինչ է նշանակում եկեղեցու նորոգման գործընթացը։ Դե մի քանի բաղկացուցիչ կա, հոգևորի մասին եկեք չխոսենք, հա, խոսենք քաղաքականության մասին։ Դե նոր բան չեմ ասել նորից, եկեղեցին ծառայում է օտարներին, ծառայում է Ռուսաստանին։ Եթե Հայաստանի Հանրապետությունը նորոգվում է, իսկ այն նորոգվում է, եթե մեզ մոտ այլևս պաշտպանության նախարարին չեն նշանակում Մոսկվայում, այլ նշանակում են Երևանում, հետեւաբար տրամաբանական է, որ նաև կաթողիկոսին կամ սրբազաններին պետք է նշանակեն ոչ թե Մոսկվայում, Լուբյանկայում, այլ Երևանում, ոչ թե կառավարության շենքում, սա անպայման պետք է նշել, այլ չմիացնում, հոգևոր ժողովը կամ չգիտեմ ինչպես է դա կոչվում։ Սա տրամաբանական է, մեկը մյուսին չի հակասում։ Ես կարծում եմ նորոգման գործընթացի տակ կա քաղաքական գործընթաց, եկեղեցին վաղուց է մտել քաղաքականության մեջ եւ այդ քաղաքական գործընթացը տրամաբանական է։ Իսկ մոտիվացիան ամեն դեպքում դեռևս անհասկանալի է, թե եկեղեցու մոտիվացիան որն էր ներքաշել այդ ինստիտուտը քաղաքական process-ներ։ Թե գնում է աշխարհաքաղաքական պայքար մեր տարածաշրջանում։
ԱՄՆ-ն վերադարձել է Հարավային Կովկաս, որտեղ այդ ժամանակին Ռուսաստանը շատ հանգիստ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Պարսկաստանի լուր համաձայնությամբ ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը դուրս անեց։ Այդ Մինսկի խմբի լուծարումը, որ տենց հիմա որոշ մարդիկ դուրս են եկել, ասում ինչի է Մինսկի խումբը լուծարում։ Այդ լուծարումը երբ եղավ։ 20 թվականին եղավ։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Որ Ադրբեջանը հաստատվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Մինսկի խմբի լուծարման հետ Ռուսաստանը գործընթացներից դուրս թողեց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միասին Ֆրանսիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որտեղ իրենց ներկայությունը տարածաշրջանում այդ պահին այդքանով սահմանափակվում էր հայ-ադրբեջանական գործերում։ Հիմա օգոստոսի 8-ից հետո Ամերիկան վերադարձել է տարածաշրջան։ Ու Եվրամիությունը վաղուց է վերադարձել կոնկրետ մոնիթորինգային առաքելության տեսքով, այնենք այստեղ են։ Հիմա, եթե իրենք այստեղ են, դա կատարվում է իհարկե հակառակ գործընթաց, Ռուսաստանի դիրքերի թույլատում, Ռուսաստանի ազդեցության թույլատում, գործընթաց, որը նախաձեռնել է Ռուսաստանը։ Սխալ ընտրություն կատարելով 20 թվականին կամ միգուցե միջև այդ։ Իրականում միջև այդ։ Հիմա եկեղեցին եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ, որտեղ եկեղեցին արդեն վաղուց միատար չէ։ Այս գործընթացում սպասարկում է Ռուսաստանի շահը, ինչ պետք է անեն իրենք։ Պետք է ձեռները բարձրացնեն, ասենք ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ողջունում ենք Եվրամիության։ Ոչ, պետք է սպասարկեն իրենց տերերի շահերը։ Սա է գործընթացը։ Լավ, հիմա եթե տերերից ենք խոսում, պարոն Ստեփանյան, մենք գիտենք, որ Ռուսաստանը հեշտ հանձնվողներից չի, եթե կարելի այսպես ձևակերպել։ Ինչ սպասել նաև այդ առումով, այսինքն մինչև վերջ չասեմ ստիպել, բայց գոնե պարտադրելու են, այսինքն չգնալ, որովհետև քիչ չեն խոսակցությունները, որ Գարեգին բան կուզենար հեռանալ, բայց իրեն չեն թողնում։ Դե ինչքան կարող են փորձելու են ձգել այս իրավիճակը, ինքը շարունակելու է մնալ վեհարանում, ինչքան դա կտեւի չեմ կարող ասել։ Եվ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ է այս ամենը, քանի որ արդեն նախընտրական շրջան է, այս տարի ընտրական տարի է Հայաստանի համար։ Իհարկե, եւ վաղուց սպասավորները բարձրաստիճան եկեղեցին դարձրել են գործիք Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմում, կոնկրետ Ռուսաստանի գործիքն է։ Սա է իրականությունը, ով չգիտի դա։ Հետաքրքիր է դեպ պարոն Ստեփանյան, օրինակ նույն Դաշնակցությունը Իշխան Սաղաթելյանի դեմքով, որը եկեղեցու այդ հայտնի հավաքի ժամանակ եկել էր որպես եկեղեցու պաշտպան կողմ ներկայացված էր քաղաքական տարբեր ուժեր, այդ թվում Հայաստան Դաշինքը, Լևոն Քոչարյանն, Նարեկ Կարապետյանը, տեսեք նույն մարդիկ շատ մտահոգված են Եվրամիության այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ ներդրումների մասով, որ Հայաստանին այդ իմաստով օգնություն է տրամադրվում եւ նաեւ այսպես հայտարարում են, որ դա ուղղված է նաև իրենց դեմ ընդդիմությանը ճնշելու համար է այդ գումարը։ Ինչ կապ ունի հիբրիդային պատերազմի ընդդիմության հետ, այսինքն ինչու են իրենք տեղավորում իրենց այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ։ Եվրամիությունը միշտ աջակցել է Հայաստանում անցկացվող ընտրություններին։ Մասնակցություն ունեցել է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից եւ փորձելով այդ ժողովրդավարությունը ամրապնդել Հայաստանում։ Դա եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի, հիմա Նիկոլ Փաշինյանի։ Միգուցե 15 միլիոն օկես չեն տվել, բայց այդ աջակցությունը միշտ եղել է եւ այդ նույն Իշխան Սաղաթելյանը կամ չգիտեմ անունները կարեւոր չէ, իրենք երբեք դրան դեմ չեն եղել։ Երբեք։ Հիմա դեմ են։ Հիմա հարց է առաջանում, ինչա փոխվել։ Այդ նույն հարցը ես ժամանակին դեպ Գարեգին երկրորդի մասով եմ ասում։ Երբ որ նա Քոչարյանի հետ իրենք շատ լավ ձեռի տված աշխատում էին, իշխանափոխություն եղավ, միանգամից դեմ եղավ իշխանությանը։ Ինչպես այդպես ստացվեց, հետաքրքիր հարց է։ Հիմա այդ հարցին երևի իրենք պետք է պատասխանեն ինչու։ Իրականում հասկանալի է եւ ակնհայտ է, որ ինչ է փոխվել Հայաստանում։ Ունենք հերթական պարադոքսը։ Հայաստանը պարադոքսների երկիր է իրական։ Ժամանակին միշտ մինչև 2018-ը գումար է բաժանվել եւ ընտրությունները կեղծվել իշխանության կողմից։ Ճիշտ է, ճիշտ է։ Հիմա գումար է բաժանվում եւ փորձ է արվում ընտրությունները կեղծել ընդդիմության կողմից։ Իշխանությունը դա չի անում։ Ինչի՞ չի անում, որովհետեւ իշխանությունը ավելի ժողովրդավար է, քան ընդդիմությունը, եւ իշխանությունը մեծ հաշվով դրա կարիքը չունի։ Ընդդիմությունը անում է դա, որովհետեւ ընդդիմությունը նախկին իշխանությունը տեղերով փոխվել են։ Հիմա իրենք հասկանում են, որ այդ գործիքակազմը կիրառվելու է նաեւ նրանց դեմ։ Ընտրությունների ժամանակ ինչու ոչ միգուցե կիրառվում է հիմա, դրա համար իրենց անհանգստությունը ինչ որ առումով արդարացված է։ Իսկ ընդդիմության այդ գումար բաժանելու պրակտիկան իրենց ինչ որ իմաստով հաջողություն չի կարող բերել, պարոն Ստեփանյան, Չի կարող բերել։ Կարող է։ Օրինակ Կարապետյանները հիմա հիմնադրամ են ստեղծել, ուսանողներին են շահագրգռում,
Վարձավճարը։ Ընտրակաշառքը տարբեր ձևեր ունի եւ կարծում եմ այստեղ հերթական անգամ պետք է զուգահեռ տանենք Իվանիշվիլյան Վրաստանի հետ, որը շատ հաջող երկու անգամ ընտրություններին կաշառք է բաժանել օրինական ձևով։ Մի անգամ վարկերն են ներել ինչ որ բնակչության, մի անգամ ինչ էր, չգիտեմ ինչ էին արել, էլի տենց ինչ որ, ասենք դա էլ է կաշառք մեծ հաշվով։ Դու չես կարող օրինական դա կանխես, բայց դա կաշառք է։ Ինչու է զուգահեռներ տանում Իվանիշվիլի եւ Կարապետյանը, որովհետեւ շատ նման են այդ երկու պրոյեկտները։ Երկուսի ետևում Ռուսաստանն է, երկուսը սպասարկում են Ռուսաստանի շահերը, ես այդպես եմ կարծում։ Եվ երկուսն են գործում են մոտավորապես նույն մեթոդիկայով։ Եվ ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ եթե իրեն կան իշխանության Հայաստանում, այդ մեր ձևով չի լինելու։ Լինելու է իրենց ձևով։ Այնինչ կատարվում է Վրաստանում, կատարվելու է Հայաստանում։ Մեթո Նարեկ Կարապետյանն էլ դա չէր թաքցնում, օրինակ վերջերս հայտարարում էր, որ այնինչ կատարվում է Վրաստանում, եթե մենք իշխանության գանք, նույնը կլինի այստեղ տնտեսական աճ, տեսեք Վրաստանը ինչպես է զարգացել այս 7 տարիների ընթացքում ու այսպես շարունակ, այսինքն ինքն էլ չեն ամաչում զուգահեռներ անցկացնել։ Ես շատ ուրախ եմ, որ պարոն Նարեկ Կարապետյանը անկեղծ է, մենք ողջ կարելի է նրան միայն ողջունել, մարդիկ պետք է իմանան ում են ընտրում եւ ինչի համար են ընտրում։ Միգուցե մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնք ուզում են մենք Վրաստանի ուր ընկնենք։ Ինչու ոչ։ Թող ճիշտը ասեն մարդկանց, թող գնան ընտրեն։ Իսկ 26 թվականի ընտրությունները, պարոն Ստեփանյան, դրանք միայն քաղաքական իշխանություն ձևավորելու մասին են, թե քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ավելի լայն ընկալում պետք է ունենալ այդ առումով։ Կոնկրետ ինձ համար 26-ի ընտրությունները Հայաստանի լինել կամ չլինելու որպես անկախ պետություն, որպես ինքնիշխան պետություն հարցը։ Մենք կամ շարունակելու ենք լինել, կամ չենք շարունակելու լինել անկախ եւ ինքնիշխան։ Ինձ համար 26-ի ընտրությունները ունեն վճռորոշ ընտրություն է, շրջափուլային ընտրություն է, ջրբաժանա լինելու 26-ից հետո։ Մինչև 26 եւ 26-ից հետո եթե մեր հարգելի, սիրելի ժողովուրդը իրենց լեզվով ասեմ, ոնց են իրենք ժողովրդին դիմում, երբ որ ուզում են խաբել։ Եթե ժողովուրդը գնաց եւ ընտրեց անցյալը, ընտրեց ուժերին, որոնք մեզ տանելու են անցյալ, ռուսամետ ուժերը դա անցյալը։ Դա անցյալը անպատիվ, խայտարակ, կորուստներով լի Հայաստանի համար, որը Հայաստանից պոկել է մի մաս, իմ հայրենիքի մի մաս Արցախը։ Դա արվել է պրոռուսական քաղաքականության շնորհիվ։ Դա արել է իշխանության անողնաշարության պատճառով։ Բոլոր իշխանությունները, բոլոր անխտիր։ Եթե մենք ուզում ենք, որ այդ անցյալը վերադառնա, պետք է գնանք եւ ընտրենք ռուսամետ ուժերին։ Ցանկացած կարևոր չի ով, ինձ համար տարբերություն չկա։ Եթե ոչ, ուրեմն չպետք է ընտրենք այլ ուժերին։ Ուժերը շատ են, Փառք Աստծո, մասնակցությունը շատ է, ովքեր որ չեն ուզում մեզ տանեն հետ, տանել անցյալ, երբ որ մենք այդ ճահճից ինչ որ մի կերպ դուրս են գալիս, ոնց որ թե դուրս են գալիս, դուրս չենք եկել դա։ Սա է տարբերությունը։ Մենք պետք է ընտրենք անցյալի եւ ապագայի միջև։ Պարոն Ստեփանյան, բայց ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում Ռուսաստանը ջանք չի խնայելու, որպեսզի կարողանա ներկայացվածություն ունենալ խորհրդարանում 2026 թվականի։ Թեկուզ գոնե ընդդիմության տեսքով։ Չէ, իհարկե չի խնայելու, բայց այդ հարցը Ռուսաստանը ինչ գործիքակազմ ունի այստեղ։ Սա է հարցը։ Ես տեսնում եմ, որ նրանք անընդհատ էմիսարներ են ուղարկում այստեղ, տարբեր մակարդակներով, ԶԼՄ-ների, սոցհարցում, սոցիոլոգների տեսքով, քաղաքական գործիչների տեսքով, շատ դեպքերում դա չի երևում, բայց մենք տեսնում ենք, որ դա կա։ Նրանք անընդհատ մոնիթորինգ են անում, զոնդաժ է գնում Հայաստանում տրամադրվածությունների, որպեսզի իրենք թույլ կետերը գտնեն եւ աշխատեն այդ թույլ կետերի ուղղությամբ։ Սա նախընտրական քաղաքական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են հիմա Ռուսաստանի կողմից։ Որոնք են նրանց գործիքները։ Նրանց գործիքները Ա. Դա վախն է, շարունակել մեր երկրում տարածել վախ, որ եթե մենք Ռուսաստանից հրաժարվենք, մեր վերջը կգա, այն դեպքում, երբ որ իրականությունը լրիվ հակառակն է, եթե մենք Ռուսաստանից չհրաժարվենք, մեր վերջը կգա։ Երկրորդը դա փողն է, որը նրանք բաժանելու են իրենց ուժերին, պրոռուսական ուժերին, որոնք դա կիրառելու են նախընտրական այսպես թե այնպես, հա, կիրառելու են նախընտրական կամպանիայի ժամանակ, դա երկուսն է, ամենագլխավորը։ Երրորդը ես չեմ տեսնում այս պահին արդեն, որովհետև ինչ պիտի անեն, լարսը պիտի փակեն, չեն կարող փակեն։ Ինչ պիտի անեն, գազը պիտի թանկացնեն, չեն կարող թանկացնել, որ կարողանային վաղուց դա արել էին։
Իսկ թույլ կետերը, պարոն Ստեփանյան, մենք գիտենք, որ էմոցիոնալ այդ դրվագներին են պարբերաբար անդրադարձանում նույն ցեղասպանության հետ կապված, հայ-ադրբեջանական այդ միշտ հակամարտությունն են միշտ օգտագործել Լեռնային Ղարաբաղի մասով, ինչպես դուք ճիշտ նշեցիք, հիմա պարբերաբար վերջին շրջանում շատ է խոսվում, որ հարցը դեռ փակված չէ, վերադարձի հարց կա ու այսպես շարունակ փորձում են տակ պահել։ Հիմա հասարակությունը արդեն հասկանում է, կոպիտ ասած, ուր են տանում, ինչ միտում ունի այդ քաղաքականությունը, թե կարող են էլի մեր էմոցիաների վրա եւ կամ այդ վախերի միջոցով ազդել մեր ընտրության վրա։ Ну, այն, որ մեծամասնությունը հասարակության այդ ամենը հասկանում է, դա կարծում եմ ակնհայտ է, բայց կա նաեւ փոքրամասնություն եւ ակտիվ փոքրամասնություն։ Սոցցանցերում մեկը մի հիմարություն է գրում, մոտավորապես այսպիսի մի տեքստ, որ չգիտեմ որ մեկը ասեմ Մսկիթների հետ կապված։ Ну, օրինակ, լավ, մսկիթների հետ կապված։ Դու տեսնում ես, տակա ասենք, մի քանի հազար հոգի լայքել է։ Մի քանի հազար հոգու դա դուր է գալ։ Լավ է, մի քանի հազարից թող 1000-ը ֆեյք լինի։ Իրենց ֆեյքերը թող լինեն, որոնք գումար են ստանում դրա համար։ Ամենացածը։ Այսինքն դա արդեն ինձ մոտ տագնապ է առաջացնում։ Մենք ունենք մարդիկ Հայաստանում, որոնք գնալու են ընտրության, հավատալով, որ նրանք ընտրում են մսկիթ կառուցող իշխանության եւ ընդդիմության միջև, որը Հայաստանը ուզում է տանի դեպի լավ ապագա, որը ուզում է ազգային արժեքներ, Մասիսար, Ծիծեռնակաբերդ, Արցախի վերադարձ ոսկեպարով, հա? Ну, դուք ծիծաղում եք հիմա, բայց ցավոք Հայաստանում կան մարդիկ, որոնք դրան հավատում են։ Նա մեր աշխատանքը այս ամենում, իմ աշխատանքը հետևելն է, որ ես ամեն անգամ, ամեն մի հարցազրույցով, ամեն մի եթերով, ամեն մի հյուր ընդունելով, հա, որպես հարցազրույցավոր, գոնե մի հոգու վրա ազդեմ եւ փորձեմ այդ մի հոգուն ցույց տալ իրականությունը։ Չգիտեմ ինչքանով է դա ստացվում։ Ես կարծում եմ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ չկա, որտեղ այդ մարդիկ կան եւ այդ մարդիկ գնալու են ընտրության։ Կան մարդիկ, որոնք գնալու են գիտակցաբար ընտրության, ընտրելու են նախկիններին, որովհետեւ նրանք ուզում են վերադառնալ գերատարատաշտակին։ Կան մարդիկ, որոնք նեղացած են իշխանությունից, որովհետեւ չեն եղել գերատաշտակի մոտ, բայց հույս ունեն, որ կկպնեն այդ գերատաշտակը։ Չեն ստացել այդ հնարավորությունը, հիմա նեղացած են, պատրաստ են Հայաստանը փորը տալ, զոհաբերել, միայն թե իրենց այդ նեղացվածությունը բավարարել։ Տեսեք, այո, էգոն, բայց տեսեք, ես այդքան լավ մասնագետ եմ, բժիշկ եմ, քաղաքագետ եմ, չգիտեմ, ինչագետ եմ, դիպլոմատ եմ, հա, իսկ Փաշինյանը ինչ չի գնահատում։ Դե թքած ես երկրի վրա, ինչ կարող ես գնամ իրանց ընտրեմ կամ գնամ արևմտամետներին ընտրեմ, գնամ Քոչարյանին ես կընտրեմ, իրենց ինգնադու։ Կան այդպիսի մարդիկ։ Մենք ենք, սա մենք պետք է հայլու մեջ նայենք։ Մենք պետք է միշտ հայլու մեջ նայենք եւ փորձենք այդ հայլու մեջ գտնենք մեր արատները։ Եվ այդ արատները ոչնչացնենք, քոքահան անենք, որտեղ միջենք մենք դա չենք արել։ Ռուսը, թուրքը, վրացին, ադրբեջանցին, չինացին միշտ խաղալու է դրա վրա։ Դուք ասում եք, չէ, թույլ կետերը որոնք են, ասում եմ, թույլ կետը մենք պետք է հայլու մեջ նայենք։ Միջև մենք հայլու մեջ չնայենք, ու այդ արատները մեր մեջ չտեսնենք, միջև մենք լավ կինո կար, չէ, Կովկասի գերուհին, ասում է, ты свою шерсть государству не путай։ Միջև մենք չսովորենք, որ մեր այդ շերտը եւ պետականը դա նույնն է, մեզ վրա աշխատելու են, մեզ խաբելու են, մեզ պարացնելու են, մեզ վախացնելու են, մեզ օգտագործելու են մեր սեփական պետության դեմ։ Իսկ հիմա այդ ընկալումը չկա, պարոն Ստեփանյան։ Շատ մարդկանց մոտ կա, եւ ուրախություն ինձ կա։ Ես մեզ եմ ասում, մեծամասնության մոտ կա այդ գիտակցությունը, բայց մենք ունենք փոքրամասնություն, բավականին ակտիվ փոքրամասնություն, որը դա չի հասկացել, որը չի հասկացել, որ մեզ պարացնում են, որը չի հասկացել, որ կան աշխարհաքաղաքական փոփոխություններ, տեսեք ես հիմա ինչ եմ ասում, երբ որ քո շահը ադրբեջանցու թուրքի հետ ավելի մոտ է, քան ռուսի։ Մենք սա պետք է հասկանանք։ Ոչ թե ադրբեջանցի կամ թուրքերը մեզ սիրում են, այդպես ստացվել է։ Օգոստոսի 8-ից հետո Չինաստան ԱՄՆ գլոբալ հակամարտության ֆոնին։ Տեսեք ինչ է կատարվում Վենեսուելայում, տեսեք Իրանում ինչ է կատարվում։ Այդպես ստացվել է։ Մենք հիմա պետք է սա օգտագործենք։ Վերջ։ Ինչպես պետք է օգտագործենք, պարոն Ստեփանյան, եւ որոնք պետք է լինեն։ Ну, ես կարծում եմ արդեն սկսել ենք օգտագործել, տեղավորվելով այդ քաղաքականության շրջանակներում օգոստոսի 8-ը պատահականություն չէր, թրիպը պատահականություն չէր։ Կա ընդհանուր աշխարհաքաղաքական գիծ, որը ձևավորում է այս պահին աշխարհում միակ հեգեմոն պետությունը։ Դա ԱՄՆ-ն է։ Մենք տեղավորվել ենք այդ աշխարհաքաղաքական գծում։ Թրիպը ի՞նչ է։
Թրիպը դա է։ Մի ուղի է, որը կապում է Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան, եւ շրջանցում է Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանը։ Սա է ամբողջ պրոյեկտի իմաստը, հա։ Մենք տեղավորվել ենք այդ պրոյեկտում։ Ես ինչի եմ ասում, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը ավելի նույնական են այս պահին, քան թե Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, քան թե Հայաստանի եւ Իրանի շահերը։ Այսպես է ստացվել։ Այսպես է ստացվել։ Ես չեմ ասում դա լավ է։ Տենց է ստացվել։ Հիմա ինչ անենք։ Քամուդեմ թքենք, ադրբեջանցիները թուրքերի հետ գործ չունենանք, ասենք չէ, չենք տալիս ճանապարհը, թրիպը չենք տալիս, չենք մասնակցում, մենք ռուսների հետ ենք խաղում։ Մեր վերջը տան։ Ռուսներն վաղը մեզ ծախեն այդ նույն Թուրքիային, ինչ որ մենք պետք է անենք, ծախեն մեզ Թուրքիային, ու իրենք օգտվեն դրանից։ Այդ ենք ուզում։ Այդ ընտրությունները դուք ասում եք 26-ի ընտրությունը, սա է գինը։ Մենք կատարում ենք սխալ ընտրություն, նորից խաղաքարտերը, մենք հիմա խաղում ենք սեղանի շուրջ։ Խաղը գնում, կան մեծ խաղացողներ, կան մանր խաղացողներ, մեծ խաղացողները հայտնի են, մանր խաղացողները Ադրբեջանն է, Հայաստանն է, Վրաստանն է, քարտերը մեր ձեռքերում են խաղ, մեր խաղաքարտերը մեր ձեռքերում են։ Հիմա սրանք ինչ են ասում, ասում են քարտերը նորից տվեք ռուսին, թող ռուսը խաղա։ Խաղալու է, բա։ Հա, ինչպես որոշել է տասնամյակներով, խաղալու է, բա ինչ է անելու։ Խաղալու է ու քեզ ծախալու է։ Որովհետև ինքը իր շահը ունի, ինքն է ուզում այդ ջեքփոթը վերցնի, բանկը ինքն է ուզում վերցնի, լավ sense ասեմ։ Բայց ինչի տանք իրանց։ Հենա մենք ենք խաղում։ Մենք ենք խաղում, մեր մասնաբաժինը ունենք, ցավոք, ես միշտ ասել եմ, երբ նորից եմ ասել, թրիպը լավ կյանքից չէ մեզ համար։ Մենք հիմա Ամերիկային տալիս ենք մեր այդ փայը որ կա, հա, մեր բաժինը, մեր մասնաբաժինի մի մասը, որովհետև Ռուսաստանը 44 օրյա պատերազմով թուրքերի եւ ադրբեջանցիների միջոցով ձևավորեց մի իրողություն, երբ որ մեր ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ այդ 42 կիլոմետրի նկատմամբ դրեց հարցականի տակ։ Եվ բոլորը բերանները բացեցին, ուզում էին դա կուլ տային։ Եվ թուրքերը, եւ ադրբեջանցիները, եւ ռուսները, նոյեմբերի 9-ի մասին է։ Մենք ստիպված գնացինք ամերիկացիների մոտ։ Կամ ամերիկացիները եկան այստեղ, ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, բայց փաստը մնում է փաստ։ Եվ եղավ օգոստոսի 8-ը։ Մեր ինքնիշխանության մի բաժինը մենք տվեցինք ամերիկացիներին, բայց փրկեցինք մնացածը։ Այն դեպքում, երբ որ ռուսները եւ թուրքերը ամբողջն էին ուզում վերցնել։ Սա է թրիպը։ Էսա։ Մենք ոչ մեկին չեմ ուզում խաբել։ Հիմա մենք ունենք ինչ ունենք։ Եթե չգնանք այդ ճանապարհով, դա չէինք ունենա։ Մեր գլխին դա են բերել։ Այդ 44 օրյայի թիրախը մենակ Արցախը չէր։ Ոչ։ Նաեւ Սյունիքներ, Հայաստանը։ Իհարկե։ Ռուս-ամերիկյան գլոբալ հակամարտությունը, թուրքական շահերը, ամեն ինչը։ Դե մեծ կծիկ է, մի քանի ժամ պետք է խոսենք, որ այդ կծիկը բացենք։ Հիմա մեր ընտրությունը սրա միջև է։ Ընդհանրապես զրկվել ինքնիշխանությունից կամ ինքնիշխանության մի մասը տալ ամերիկացիներին հույս ունենալով մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ արդյունքում տարիների ընթացքում ամրապնդել ինքնիշխանությունը, ներդրումներ բերել Հայաստան, զարգացնել տնտեսությունը, Nvidia-ի պրոյեկտը, Firebird-ի պրոյեկտը ինչի մասին է, ենթակառուցվածքները բացել, Ալիևը տեսեք ինչ է ասում։ Ուսմա Հայաստանը մեր տարածքով ստանալու է ճանապարհ, ստանում է արդեն ճանապարհ։ Ստանալու է օգուտ։ Արդեն ստանում է։ Ռուսաստան, Իրան, Նախիջևանով, հայ-թուրքական սահմանն է բացվել, դա չի ասել երեք։ Ալիևը չի խափում հիմա։ Որտեւ Ալիևին բերել դրել են այդտեղ։ Եվ ասում ես փոխշահավետ է երկուսիս համար, Ճիշտ է ասում։ պարտվող կողմ։ Ապա ճիշտ է ասում։ Հիմա այն մարդիկ ովքեր որ մարդիկանի դեպ հիմա են շարունակում դա ասել։ Ասում են Ալիևը Զանգեզուրի միջանցք է ուզում եւ վերջ։ Թողան էս տաղավարում ասեն, բայց իրանք չէին ասում որ Ալիևը մեզ չի տալու ճանապարհ։ Ռուսաստան չի տալու ճանապարհ Իրան։ Հայ-թուրքական սահմանը չի բացվի, ոչ։ Այդ գործընթացները գնալու են։ Եթե լուրջ փոփոխություններ չլինեն մեծ աշխարհակաղակականությունում, կոնկրետ ամերիկյան քաղաքականությունում, այս ամեն ինչը շարունակվելու է։ Եվ նորից եմ ասում, սա լավ կյանքից չի։ Բայց սա երկու սցենարի միջև ավելի քիչ մեզ համար ռիսկեր, մեր ինքնիշխանության համար կորուստներ, պարունակող սցենարն է։ Ունենք սա այս պահի։ Սրանից լավը չունենք եւ չի կարող ունենալ։
Քանի որ խոսեցիք նաև Ալիևի հայտնի հայտարարությունից, պարոն Ստեփանյան, տեսեք, մենք բարբերաբար դրական դինամիկա ենք տեսնում գոնե հայտարարությունների մակարդակում, լրատվական ամենատարբեր հրապարակումների մակարդակում, թե Թուրքիայից, թե Ադրբեջանից։ Ալիևը նաև խոսել էր, որ 2025 թվականը շատ կարևոր էր Հայաստանի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ կարողացան հասնել խաղաղության եւ հիմա արդեն 26 թվականը այն ճանապարհն է, որ մենք սովորում ենք եւ խնամում ենք, այսինքն այդ խաղաղությունը պիտի դարձնենք իրականություն։ Քանի որ վերջին շրջանում գիտեք, եւ ղազախական ցորենը թիրախավորվեց Ադրբեջանով Հայաստան հասած դրա կարգը սկսեցին քննարկել ոչ թե բուն իրականությունը, որ ցորեն է եկել, հետո արդեն ադրբեջանական նավթամթերքը, գիտեք, նույն ուժերը պնդում էին, որ օգոստոսի 8-ը պարզապես թղթին կմնա, դա իրականություն չի դառնա։ Հիմա այս գործողությունները մենք կարող ենք ասել, որ արդեն օգոստոսի 8-ի պտուղներն են, որ արդեն խաղում է երկու կողմն էլ, Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ, եւ ինչ սպասել է դրական դինամիկայի առումով մինչ 26 թվականի ընտրություններ։ Ադրբեջանը զգուշավոր կլինի, կսպասի ընտրություններին, որպեսզի այդ ընտրություններով պայմանավորված հասկանա, թե ինչպես է շարունակում գործընթացները, թե մինչ այդ նաեւ գործողություններ կլինեն իր կողմից։ Մի քանի հանգամանք, տեսեք, շատ մեծ հարց եք տալիս։ Նախ առաջինը, սա պետք է ընդունենք որպես փաստ, որպես կոնստանտ։ Ես սա բազմիցս եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Եթե Իլհամ Ալիևը ունենա հնարավորություն Հայաստանը ոչնչացնել, ինքը ոչնչացնել է։ Իր ամենագլխավոր ցանկությունը դա է։ Ոչնչացնել որպես ինքնիշխան գործոն։ Սա մեկ։ Սա պետք է հասկանանք, մենք չպետք է պատրանք ունենանք։ Երկրորդը, ինչու է Ալիևը երկը փոխում։ Որտեղ իրեն կանչել են, ասել են, էսա իրավացությունը։ Դու պետք է այս տարածաշրջանը բացես։ Այս տարածաշրջանը 30 տարի Ռուսաստանը փակ է պահել, որովհետև դա իրեն պետք է եղել, իր տարածքով տրանզիտը կազմակերպել, հիմա Ռուսաստանի տարածքով տրանզիտ չկա, դու սա պետք է բացես, որովհետև դա մեզ է պետք։ Ամերիկացիներն են ասել։ Ինչ կարող ինքը անի։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանի հետ խաղաղություն։ Վերջ։ Դրա համար է ինքը իմ այս երկը երկում։ Սա պետք է հասկանանք։ Հիմա ինչ կարող է լինել 26-ին, երրորդ հանգամանքը։ Նորից են չէ խոսում, ասում են այս գործող իշխանությունը Ալիևի կամակատարն է։ Եթե գործող իշխանությունը լիներ Ալիևի կամակատարը, խաղաղության պայմանագիրը արդեն ստորագրված էր, ռատիֆիկացված էր Բաքվում։ Որովհետև դա ամենամեծ կրվանն է, ամենամեծ նվերն է, որ Ալիևը կարող է Փաշինյանին անել։ Չէ՞։ Եթե Փաշինյանը բերում է հստակ խաղաղություն, ստորագրված այդ կնիքը դրած, ընտրողների համար դա կարևորագույն բանն է։ Բոլոր սոցհարցումները ինչի մասին են խոսում, ամենամեծ մտահոգող մեզ բոլորիս մտահոգող գործոնը, խնդիրը դա անվտանգությունն է։ Խաղաղության պայմանագիրը հայ-թուրքական սահմանի բացումը նշանակում է, որ այդ խնդիրը զորացվում է։ Հիմա եթե իրենք այդքան շատ են սիրում մեր իշխանությունը, եթե իշխանությունը Ալիևի կամակատարն ինչի դա չեն անում։ Չէ, հասկանալի է, չէ՞։ Բայց դա չի նշանակում, որ 26-ին հույս չկա, որ այդ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։ Այն կարող է ստորագրվել եւ միջև ընտրությունները եւ ընտրություններից հետո ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է զարգանալու ամերիկյան նախագիծը տարածաշրջանում։ Այստեղ սա ամենակարևոր բանն է։ Եթե ամերիկացիներից նոր մեսիջներ կան, հիմա ամերիկացիները Բաքվում են, լուրջ խորհրդակցություններ են գնում, ամեն ինչ կախված է դրանից։ Ալիևի ցանկություններում չի տեղավորվում Հայաստանի հետ, ես սա բազմիցս եմ ասել, հիմա եմ խաղաղություն, իրեն որ լինի ինքը ամեն ինչ ուզում է վերցնի իրան։ Ինքը ուզում էր Սյունիքով միջանցք վերցնել, ծախել ամերիկացիներին իր անունից։ Բոլոր օգուտները դնել իր գրպանը։ Այսօր ինքը ասում է, հայերը իրենք էլ են օգուտ ստանալու։ Որտեւ իրեն բացատրել են, որ այդպես չի լինում։ Ամերիկայում չեն ուզում ունենալ մեկ խաղացող Ալիևի տեսքով։ Ուզում են երկու խաղացող ունենալ, իրենց մասնաբաժին ունենալ Հայաստանում եւ տարածաշրջանը ղեկավարեն այս ճանապարհով։ Դրա համար ես տեսնում եմ շատ լուրջ հեռանկարներ, եթե ֆորս մաժորներ չլինեն։ Ֆորս մաժոր, ասել եմ դա նախկինում, ասում եմ նաև հիմա։ Օրինակ Չինաստանի Թայվանի վրա հարձակումն։ Դա ֆորս մաժոր է։ Եվ վերջում, պարոն Ստեփանյան, խոսենք նաև հարևան Իրանում տեղի ունեցողի մասին։ Նախ ընդհանուր առմամբ ըստ ձեզ ինչ է կատարվում, այս ցույցերը կարող են վերաճել, դառնալ ավելի մեծ ինչ-որ բանի բերել, օրինակ իշխանափոխության, որովհետև գիտեք, նման պահանջել կա արդեն ցուցարարների մոտ, եւ կարող է նաև Իրանում սկսվել նոր պատերազմ, Իսրայելը կարող է իրավիճակից օգտվել, հարձակվել, եւ ամենակարևորը, ինչպես կարող է այս ամբողջը տեղի ունեցողը ազդել հայ-իրանական հարաբերությունների եւ հատկապես թրիփի հետ կապված Իրանի այդ դիրքորոշման վրա, որովհետև մենք գիտենք, որ Իրանում կոնկրետ շրջանակներ շատ բացասաբար են տրամադրված թրիփի առումով եւ վիլայեթին վերջերս վերահաստատեց, որ մտահոգություններ ունեն եւ այդքան էլ կողմ չեն այդ նախագծին։ Հիմա ինչ կարող է փոխվել նաեւ Իրանի դիրքորոշման մեջ։
Դուք ոչ թե մեկ հարց եք տալիս, այլ մի քանիս փորձում պատասխանել հերթով, եթե մոռանամ, խնդրում հիշեցնեք։ Ես միշտ պնդել եմ, դեռ մինչև 20 թվականի պատերազմը եւ հիմա էլ եմ պնդում, որ Հայաստանի համար ամենադեստրուկտիվ սցենարը դա Իրանի սիրիացումն է։ Եթե Իրանում սկսվեց լուրջ քաղաքացիական պատերազմ, որը տևելու է 10 տարի, Հայաստանի համար դա ահավոր դեստրուկտիվ սցենար է, որը հարցականի տակ է դնելու այդ թուրն եւ թրիպը։ Սա լուրջ խնդիր է մեզ համար։ Սա ռիսկն է։ Կան նաև դրական սցենար։ Եթե Իրանում տեղի է ունենում շուտ, այսինքն արագ իշխանափոխություն, հնարավորինս անցնցում, երբ որ քաղաքացիական պատերազմ չի լինելու, այաթոլլաները գնում են գալիս է արդեն ոչ թե կղերապետական, այլ աշխարհիկ իշխանություն, հա, նախագահը գալիս կամ չգիտեմ, Փեհլևին է վերադառնում, սա մեզ համար մեծ նվեր է լինելու։ Այսինքն երկու իրար բացասող, ռադիկալ 180 աստիճան իրար հակասող սցենար։ Ինչու է դա մեզ համար նվեր լինելու, որովհետև պրո-ամերիկյան Իրանը տարածաշրջանում դնելու է վերջի խաչը ռուսական ներկայության վրա, դնելու է վերջին խաչը նոր պատերազմի հավանականության վրա Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, լուրջ հավասարը կշռելու է թուրքական ներկայությունը տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանը դառնալու է բարգավաճող տարածաշրջան։ Ես դա այդպես եմ տեսնում, դա ամենալավ սցենարն է։ Ոչ մեկ չգիտի, որ սցենարն է իրագործվելու այս պահին։ Երկուսի հավանականությունն էլ բարձր է։ Ոչ մեկ չգիտի իրանական ցույցերը ինչով կավարտվեն։ Հիմա գնալով տենդենսը աճում է։ Արդեն 78 քաղաք ընդհանուր առմամբ 222 բնակավայրում այդ գործընթացները գնում են, ցավոք, նաև զոհեր կան, 20 հոգի արդեն մահացել է բախումների ժամանակ։ Չեմ կարող ասել այս անգամ կհաջողվի թե ոչ։ Ես կարող եմ մի բան պնդել։ Կղերապետությունը դատապարտված է։ Կլինի դա այս տարի, մյուս տարի կամ 5 տարի հետո դա հաստատ է լինի։ Փոխանցափոխություն լինի։ Երբ եւ ինչ ճանապարհով, ցնցումներով թե անցնցում, չեմ կարող ասել։ Այս վիճակը սա է այս պահին։ Մենք չգիտենք իրականում ինչ պոտենցիալ կա։ Կղերապետությունը ինչ պոտենցիալ ունի։ Անդիմությունը շատ թույլ է այնտեղ։ Անդիմություն համարյա թե չկա։ Այսինքն այս ամենը, հա, ինչ որ բան մասսայական բնույթ է կրում, հա, եւ համակարգված չէ մեծ հաշվով։ Մանավանդ ինտերնետը, որ անջատել են իրենք, չէ, սոցցանցերը։ Ինչը վերաբերվում է իրանական վերաբերմունքին, գործող կղերապետության վերաբերմունքին թրիպի։ Այո, իրենք չեն ողջունում, իրենք դրան կատարականապես դեմ են, բայց ազդել չեն կարող։ Այսինքն իրենց հնարավորությունը ազդեցության 0 է այս հարցում։ Իսրայելական եւ ամերիկյան միջամտություն կարող է լինել։ Միանշանակ Իսրայելը պատրաստվում է Իրանի վրա հարձակման։ Նորից հարցը ոչ թե այն է լինելու է թե ոչ, այլ երբ է լինելու, որովհետեւ իրենք Իրանի խնդիրը չեն լուծել։ Իրանի խնդիրը լուծել է իրենց համար հետեւյալն է. իշխանապահություն, որպեսզի Իրանը վերադառնա այն ժամանակներին, երբ որ Իրանը շահի ժամանակ եւ Իսրայելը ամենամոտիկ բարեկամներն են իրար։ Այդպեսի բան չի եղել։ Ոչ մեկ իր հիմնադրման օրվանից, հա, 47 թվականից Իսրայելը չի ունեցել մուսուլմանական այդպեսի բարեկամ պետություն, ինչպես Իրանն է եղել։ Հետո ամեն ինչ փոխվեց 170 աստիճան։ Հիմա իրենք ուզում են նորից իշխանապահություն անեն, որպեսզի Իրանից վտանգ չտեսնեն Իրանի մեջ։ Իրենց նպատակը սա է։ Եվ ես չեմ բացառում, որ եթե Իրանում վատթարագույն սցենարով գնա, այսինքն բախումներ սկսվեն եւ ուղղակի սկսի իշխանությունը կրակել մարդկանց վրա, ինչպես մեզ մոտ եղավ մարտի 1-ին 2008-ին։ Այո, իսրայելցիները եւ ամերիկացիները կարող են խառնվել։ Ինչի մասին էր նաեւ Թրամփի հայտնի հայտարարությունը։ Այո, ինչպես խառնվել, հրթիռային հարվածներ, նորից 12 օրյա պատերազմ կարող է կրկնվել, որպեսզի Իրանում լինի ավելի մեծ խաոս։ Իսկ ինչով դա կվերջանա, մենք չգիտենք։ Սա լուրջ վտանգ է մեզ համար։ Այդ երկու սցենարը այս պահին դրված են սեղանին, որն է իրականալու, ես չեմ կարող ասել։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Ես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։